Հուլիսի 10-ին մեկնարկել է միջին ուսումնական հաստատություններում հայտագրումը, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Կրթությանը վերաբերող գործընթացների թվայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում այս տարի որոշակի փոփոխություններ են կատարվել։ Այս տարի մի փոքր փոփոխություն ունենք մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերում եւ նախկինում էլ վերջին տարիներին էլեկտրոնային ձևաչափով էր տեղի ունենում ընդունելությունը, սակայն այս տարի մի փոքր ավելի զարգացրել ենք եւ տվյալների ճշգրտությունը ապահովելու նոր հնարավորություններ ենք համակարգում ներդրել, ինչպես նաեւ դիմորդներին կամ նրանց ընտանիքներին, ծնողներին ազատել ենք լրացուցիչ թղթեր տարբեր գերատեսչություններից անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց կարիքը կա փաթեթում ներկայացնելու համար հավաքագրելու անհրաժեշտությունից, քանի որ ստեղծվել է հնարավորություն բոլոր այն համակարգերը, որոնք թվայնացված են նաև այլ գերատեսչությունների կողմից, այդ համակարգերում առկա տվյալները փոխգործելիության շրջանակում հասանելի են նաև ընդունելության գործընթացի համար։ Գալիք ուսումնական տարում արհեստագործական կրթական ծրագրերով նախատեսված է 3312 տեղ 38 մասնագիտությամբ, որոնցից 21-ը գերակա ոլորտների կրթաթոշակային ծրագրով եւ 800 տեղ ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում։ Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը գերակա ճանաչված մասնագիտություններով եւ կրկին կրթաթոշակային ծրագրով։ Կառավարության որոշմամբ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտները ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա։ Այս ուղղությամբ կրթություն ստացող ուսանողներին առաջարկվում է 50,000 դրամ կրթաթոշակ, առաջին կուրսում բոլոր ուսանողների համար, իսկ երկրորդ տարվանից ըստ առաջադիմության։ Ասեմ, որ այս մասնագիտությունների գծով վերջին տարիներին կրկին ունեցել ենք բավական մեծ արդյունքներ, բավական մեծ ցուցանիշներ եւ երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այս մասնագիտություններով եւ այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդի ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են եւ մենք ունենում ենք ուսանողներ։ Համակարգի թվայնացման եւ թափանցիկության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Նախատեսվում է հաջորդ տարի ոչ միայն ցուցադրել մրցութային առարկաները, այլև որոշակիորեն ավտոմատացնել ըստ արդյունքների։ Գնալով մենք ավելի ենք թափանցիկացնում, այսպես ասեմ, համակարգը ժամանակին ծնողը չգիտեր, թե քանի դիմորդ կա որևէ մասնագիտությունում եւ շատ հանգիստ կարող էին ասել եկեք մի դիմեք, որովհետև այստեղ մրցակցությունը բարձր է, ձեր երեխան կարող է չանցնի, իսկ հիմա շատ պարզ ծնողը տեսնում է, թե որ մասնագիտությունով քանի դիմորդ կա եւ ինքն է որոշում կայացնում, ելնելով իր երեխայի արդյունքներից, թե դիմել արդյոք այդ մասնագիտության գծով, թե չդիմել։ Հայտերի ընդունումը ոչ ոլորտային մասնագիտությունների համար կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը, իսկ ոլորտայինների համար, որոնց ընդունելությունը նաև քննությունների միջոցով է կազմակերպվում, մինչև հուլիսի 24-ը։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։